Երկրորդ մասը հիմա ձեր հարցի չեմ կարող չպատասխանել, դա ամենակարևոր մասն է։ Իսկ ինչու ողջունեցին եւ Ալիևը ինչու գնաց այդպիսի բանի, չէ՞, դա ամենակարևորն է։ Ողջունեցին, որովհետեւ այդպես պաշտպանում են Հայաստանին։ Գիտեք ինչի։ Այդպես փորձում են ճնշում գործադրել Ալիևի վրա, որ ստացար, էտել ստացար, դե ստորագրի, որտեղ մենք հասկանում ենք, չէ՞, միջազգային հանրությունը ուզում է խաղաղություն, չի ուզում այս ռեգիոնում սրացում։ Չի ուզում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Դրա համար չեն կարող ասել վատ է, որ դուք Բերբոկը ինչ ասեց։ Դու այն Փաշինյանին հասկացրեց, չէ՞, դու այնպեսի համարձակ զիջումների ես գնացել։ Պարզ ասեց մարդը։ Հիմա միջազգային հանրությունը ինչ որ միտեղ նաև այդ ողջունի մեջ տագնապ կա, որ արդեն ինչ կարմիր գծեր եք դուք անցնում, բայց գոնե հիմա փորձենք ճնշել Ադրբեջանին, այս ողջույններով ցույց տանք, դու դրանով իրենք փորձում են իբր պարտավորեցնել Ադրբեջանին, որտես մենք սաղած ողջունեցինք, դե արի ստորագրի, իսկ արդյոք դա Ալիևի վրա ազդում է։ Իհարկե ոչ։ Ավելին անելու համար միջազգային հանրությունը պետք է ստանա ավելին Հայաստանից, որովհետև Հայաստանը դեռ բացի գնալ կանգնել ամբիոններում անմեղսունակ ասել, մենք թավշյա հեղափոխություն ենք արել, ժողովրդավար ենք, ուրիշ ոչ մի բան արևմուտքին չի առաջարկել, ոչ մի բան, ոչ մի բան։ Այսօր նկատեք process-ը ինչա կատարվում։ Ինչի նորից սկսեցին քննարկել, երբ պաուզա տվեցին Եվրամիության ինտեգրման գործընթացը։ Երբ որ սկսեցին Ալիևին զիջումներ առաջարկել, տեսակ չէ, քրտ կանգնացրեցին։ Տեսան Ալիևը մերժեց, այսօր նորից նկատել եք, կարդացել եք արդեն, որ հանձնաժողովը նորից քննարկեցին, հիմա վաղը նորից մտցել են օրակարգ։ Ձեր համար տարօրինակ չէ, ինչ եղավ այդ պաուզայի արանքում։ Ընկած Ալիևից խաղաղություն եմ ուզում։ Տեսան չստացվեց, այսօր արդեն պարոն Հովհաննիսյանը եթե չեմ սխալվում ասեց, որ երրորդ ուժ կարող է չդիտարկվել Եվրամիության դիտորդները, չէ, արդեն անցան, տեսան, որ Ալիևը մերժեց։ Հիմա իսկ ինչի անում Ալիևը, այստեղ բազմաթիվ պատճառներ կա, բազմաթիվ, կարող ես թվարկեմ, չհասցնեմ բոլորը թվարկեմ։ Համար մեկ պատճառ։ Սպասում է Իրանի զարգացումներին ժամանակ է շահում եւ դրանով արդեն իր համար ալիբի է ստեղծում, որ տեսեք, ես գնում եմ խաղաղության, գիտեք ինչ, մեր ժողովուրդը հատկապես այն մարդիկ, որ հակված են հավատալ Նիկոլ Փաշինյանին, չեն հասկանում մի տարական բան։ Այսինքն կամ են որ ասում են որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ամեն ինչում, եթե Նիկոլ Փաշինյանը սխալ է, առաջին կետը կարդացեք Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ամեն ինչում։ Այդ մարդիկ չեն հասկանում մի բարձ բան, այդ որ իրանք նստած ամբողջ օրը Նիկոլ Փաշինյանին են լսում, ամբողջ աշխարհը ավելի շատ Ալիևին է լսում, որտեղ Ալիևը շատ ավելի ռեսուրսներ է ծախսում, շատ ավելի լուրջ մեդիաներով է դա տարածում, շատ ավելի շատ է դա ասում, իր դիվանագիտությունը շատ ավելի ակտիվ է աշխատում եւ երբ որ իրանք օրինակ մի բանը լոմա չէ կրակոցները, գիտեք ինչ ասում, Փաշինյանը հերքեցին, ոնց եք դուք պնդում, այսօր ինձ գրել են Սյունիքից, որ կրակում են արդեն քանի օր է, ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ, հետևորդներիցս գրում են Սյունիքից, որ կրակում են։ Գեղարքունիքի մասով էլ էր մամուլում տեղեկություն տարածել։ Բայց իրանց համար կարևոր չի կրակում է թե չէ, կարևորը Փաշինյանը հերքել է։ Իրանց աշխարհը Փաշինյանն է։ Ես դեմ չեմ, ես ասեմ բազմաթիվ, բայց մեկը Փաշինյան կլինի, Պողոսյան կլինի, այդ ազգանունները իմ համար կապ չունեն։ Ես ասեմ ուշքի եկեք։ Աշխարհը Փաշինյան չի լսում, աշխարհը ամբողջի մեջ է նայում, ուժեղին է նայում, հասկանում է, որ նա է ուժեղը, որ պետքա հասկանալ ոնց են զսպելու նրան, եթե նրան զսպելու են ռեսուրս են ծախսելու, ապա սրանից ինչ են ստանալու, որ նրան զսպեն, իրանց մոտ ամբողջը հաշվարկ կա, հաշվարկ։ Իրանց կապ չունի, իրանց կարևորը ինչ ասես Փաշինյանը, ինչ հերքեց, ինչ չհերքեց, հասկանում եք։ Իսկ Ալիևը տարածում է դա, ինչ է ասում Ալիևը միջազգային հանրությանը։ Հայաստանը իր սահմանադրության մեջ ունի Ադրբեջանին տարածքային պահանջ, հիմա մեր ժողովուրդը ասում է, ով չի հասկանում, ոչ չեն հասկանում, տեղ Ալիևը կա, եւ այդտեղ Ալիևը միջազգային հանրության մոտ ագրեսիվ միջազգային հանրության մոտ քարոզություն է տանում, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ ներկայացնում։ Վախվորած մի քանի անգամ մենակ ներքին լեսարանի համար են ասել, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա, այս վերջերս չեմ հիշում, որ Պաշտոնյան էր, վատ բան չասեց ԿՊ-ականներից, ասեց եկեք միջազգային փորձաքննության տանենք, Սիմոնյանն էր, թե Միրզոյանն էր, չեմ հիշում, կներեք չեմ հիշի հիմա, ասեց եկեք միջազգային փորձաքննության տանենք մեր սահմանադրությունը եւ Ադրբեջանի սահմանադրությունը Վենետիկի հանձնաժողով, եթե չեմ սխալվում, նմանատիպ ցանկացած առաջարկություն ողջունում եմ, ուրեմն ամեն օր կրկնեք, ագրեսիվ կրկնեք, գնացեք ամեն երկրում ասեք դա ինչի չեք ասում, այո, ինչի չեք ասում, իսկ հիմա ամբողջ աշխարհը հոդվածներ եմ ես կարդացել, միջազգային հոդվածներ հեղինակավոր իրանք անընդհատ գրում են, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ, հասկանում եք ինչա պրոպագանդա, քարոզությունը, դա սարսափելի ուժ ունի։ Տեսեք ինչ արեց Պուտինը, մի իր երկիրը սարքեց ֆաշիստական ընդամենը քարոզության միջոցով։ Արեց նույնը, ինչ որ Հիտլերը արեց 33 թվականից հետո։
Ընդամենը մի քանի տարում, ընդամենը 6-7 տարում, 6 տարի էլ չէ, 5-6 տարում Հիտլերը ամբողջ ժողովրդին Գեբելսը քարոզչության միջոցով սարքեց ֆաշիզմը տարածեց եւ տեսեք ինչ եղավ, նույնը սրանք արեցին, սրանք ավելի երկար արեցին, հասկանու՞մ, քարոզչությունը դա սարսափելի բան է եւ սարսափելի ուժ ունի, հիմա իրանք մեր մասին բան չգիտեն, մենք մեջոցով ներսում խոսում ենք, ասում ենք, ուրախանում ենք, տխրում ենք, կռվում ենք, դրսում չգիտեն ինչա կատարվում, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի օրինակ 60% տարածքային պահանջ կա, չգիտեն։ Մենք էլ չենք ասում, ասում ենք, այ տեսեք, մենք չենք ասում Ալիև ջան, չենք ասում, որ քեզ չնեղացնենք։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ։ Երկրորդ հանգամը, այսինքն տեսեք, Ալիևը սպասում է Իրանի զարգացումներին։ Այ Իրանի հետ կապված պարոն Չիբուխչյան, երկու սցենար է, չէ՞ հնարավոր, որ Իրանը կամ կգնա նոր միջուկային այդ համաձայնագրի ստորագրմանը, կամ կլինի ռազմական լուծում, ինչպես ասում է Թրամփը։ Հիմա երկու սցենարի դեպքում Ադրբեջանը շահող է դուրս գալու։ Ոչ։ Չեմ կարծում, թե պայմանավորվելու դեպքում Ադրբեջանը շահող է դուրս գալու։ Ինձ թվում է Ադրբեջանը հիմա այդ տեսակ չէ, որ Նեթանյահուն եւ իսրայելական լոբին եւ Ռաբիներ անգամ միացան դրան եւ Վիտկոֆին կպցրեցին դրան ամերիկյան նախագահի հատուկ բանագնացին, ցավոք սրտի շատ վտանգավոր process է։ Իրենք պատրաստում են Իրանի հարվածին եւ Ալիևը փորձում է մտնել այդ մեծ խաղի մեջ։ Ես կես տարի առաջարկում եմ, որ մերոնք մտնեն Իսրայելի հետ խոսակցության մեջ։ Չեն անում, վախեցած են։ Տեսեք, սարսափելի վախեցած են։ Եվ արևմուտքը տեսնում է, որ մենք վախեցած են, դրա ասում սրանք վախեցած են, բերեք ողջունենք, սրանք հասկանան, բայց ավել բան չեն անելու, որտեղ ոչ մի բան չէ։ Իսկ Ալիևը մտել է կոնկրետ շահերի խաղի մեջ։ Դա շատ վտանգավոր է։ Ալիևի շահը այդ ռազմական ինքը ամեն ինչ տրամադրում է, ոնց ինքը տրամադրում է, տարածք տրամադրում է, Պակիստանը, Հայաստանը։ Չէ, Մեղրին ենթադրում եմ, այո։ Տրամադրումը ես ենթադրում եմ, որ այդպես է, ինքը մտել է խաղի մեջ, որ ստանա հենց Մեղրին։ Կարող է ավելին չեմ կարող պնդել, չեմ ուզում ասում, չասեմ։ Տրամաբանական միջանցքն է, ճիշտ է։ Հիմա ենթադրում եմ, այդ է իր նպատակը, գեր նպատակը։ Ինքը իրան առաջարկում է Իսրայելին, ինքն իրան առաջարկում է ուրեմն ԱՄՆ-ին, ընդ որում տեսեք Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները լարվում են, բայց Էրդողանը ամենևին էլ դեմ չի, որ Ալիևը այդպիսի խաղի մեջ մտնի։ Վստահ եղեք։ Իրենք շատ լավ հետաքրքիր դիվանագիտություն են վարում։ Մենք ոչ մի բան չենք, մենք ընկած մուրում ենք ինչ-որ բաներ, առաջարկելու փոխարեն։ Եվ շատ հետաքրքրական է, որ Թրամփը առաջինը մեզ առաջարկեց խոսենք, բայց տեսակ ոնց Ալիևը մտավ, մարտը հասավ նրան, որ Վիտկոֆը եկավ իր մոտ։ Սա վտանգավոր է, սա շատ վտանգավոր է։ Եվ Իրանի պարագան հետևյալն է, տեսեք, ինքը տարածք է առաջարկում, ինքը որոշակի ազդեցություն ունի Իրանի ադրբեջանցիների վրա, հետագայում խժդժություն սա երկարաժամկետ, եթե այաթոլաները չեն փոխվում, Իրանի ադրբեջանցիների մասով անգամ չունենալով էլ այդքան ազդեցություն, Ալիևը կառաջարկի փողեկը ծախսի, կառնի, կօգնի, բայց իրան կսարքի գործոն, իհարկե։ Դրա համար մենք պետք է մի բարձ բան հասկանանք, Ալիևը ոչ միայն կարտաժամկետ է խաղում, չեմ կարող ասել երկարաժամկետ, միջնաժամկետ էլ է խաղում, շատ լուրջ խաղ է։ Երկրորդ հանգամանքը, այսինքն մենք հասկացանք, չէ ինչ արեց Ալիևը, Իրան ներկայացրեց որպես խաղաղասեր, տեսեք ես գնում, բայց այդ ուզում եմ հատուկ են դժվար հասկացողների համար, որ մտածում են, որ Նիկոլի ասածն է իրանց համար ամեն ինչ, աշխարհը այսպես է անցալում, Ալիևը այսպես է մատուցում, որպեսզի հասկանան ինչ է մատուցվում։ Այսինքն Հայաստանը տարածքային պահանջ ունի մեր նկատմամբ, մենք տեսակ անգամ էս էլ համաձայնեցինք, մենք պատրաստ ենք, բայց Հայաստանին չի փոխում իր սահմանադրությունը եւ շարունակում է մեզանից տարածքային պահանջ ունենալ։ Հասկանում եք։ Հայաստանը լռում է, գոնե խոսանք, պատասխանենք, հիմնավորենք, գոնե աշխարհը լսի մեր հիմնավոր, մենք ներսում ենք դա ասում։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որ Ալիևը անում է, ժամանակ էլ է շահում ձեռի հետ, աշխարհի ներկայանում է որպես խաղաղասեր, բայց արանքում նախապատրաստվում է ամեն դեպքում հարմար առիթի հետ պատերազմը սկսելու եւ նաեւ դրանով ցույց է տալի, որ Հայաստանը շարունակում է մնալ ագրեսիվ։ Ինչի ասում 12 օր խաղաղություն են խախտում են անում։ Հայաստանը շարունակում է պատերազմ փնտրել։ Հայաստանին ագրեսիվ կերպարն է պետք պահել, որ այդ առիթը միշտ պահել, որ ցանկացած պահի կարողանալ մտնել։ Դա ինձ թվում է շատ բարձր։ Բայց աշխարհը այս դեպքում Բայց պարոն Չիբուխչյան, աշխարհը ավելի շատ Ալիևի հայտարարություններին կհավատա, թե եվրոպացի դիտորդների հայտարարությանը, որ տեղաշարժ չկա, ոչ մի անհանգստացնող հանգամանք չկա, սահմաններին հանգստություն է։ Շատ ճիշտ եք։ Հիմա անցանք երկրորդ մասին, այսինքն ես ասեցի, որ Ցավալունը այդ Ալիևի արածը շատ մեծ մանևրելու դաշտ է տալի իրան։ Հիմա տեսեք, ոնց հասավ նրան, որ Փաշինյանը ասեց ԵԱԿ Միսկի խմբի ուրեմն լուծարման հարցը մենք անգամ չէ, ոնց որ այդպեսի բան ասեց, մենք անգամ նախաձեռնող կհանդիսանանք, երբ որ հարց հնչեց խաղաղությունից առաջ թե խաղաղությունից հետո, պայմանագրից առաջ թե պայմանագրից հետո, հստակ պատասխան չհնչեց ըստ էության։ Ալիևը փորձում է հասնել նրան,
որ ոչ միայն ԵԱԿ Միսկի խումբը լուծարվի մինչև խաղաղության պայմանագիրը, այլ նաև Եվրամիության դիտորդները դուրս բերվեն մինչև խաղաղության պայմանագիրը, մինչև խաղաղության պայմանագիրը։ Հիմա դրվեց, հիմա ու Ալիևը տեսեք իր պահվածքով այնպես է անում, որ Փաշինյանը մնում անհանգստանում է, որ ճարահայցալ վերակենում մի հատ էլազիջում առաջարկում, տերմա չի լում, նորից գնում են Եվրոպա։ Հասկացաք, զգացիք, չէ տենդենսը, այնպես չի որ ես այս թերթականության ձեզ ասում եմ։ Տեսնում եք, ճշգրիտ արվում է ինչ որ ասում եմ։ Եվ Ալիևը հիմա փորձելու է իր համար ստեղծի մի իրավիճակ, երբ որ անգամ եթե ստացվի այնպես, որ կնքվի այդ խաղաղության պայմանագիրը, անգամ ինքը տարբերակ չունենա, ինքը նախ հիմա ըստ էության իր համար փոխում է լավագույն պայմանները եւ ամենակարևորը արձակման դուռը բաց է թողնում։ Կապ չունի դա կլինի հիմա թե 2 տարի հետո, պահանջելով որ ոչ մեկ չկանգնի հայ-ադրբեջանական սահմանին, որտեվ դեմարկացիան process-ը կարող է 30 տարի տևի, ջերմուկի տարածքները Աստված գիտի երբ կտան եւ Ալիևը գիտեք ինչ մանևրի դաշտաբացի իր համար։ Խաղում է որքան կարող է։ Եվ ինքը շատ լավ բռնել է ու հասկանալ է, ինքը Փաշինյանի խաղը հասկացել է, եւ ինքը գիտի որ ուշ թե շուտ հասկանում է որ ընտրությունները որքան մոտենում են Փաշինյանը ինքան խոցելի է եւ բերում է զիջումներ։ Բայց Փաշինյանը մի բան պետք է հասկանա, որ մարդիկ այս ամեն ինչը տեսնում են եւ ուզում եմ տեղեկացնել, որ մարդ կար, օրինակ ես հետաքրքրական տենդենս նկատեցի, որ ինձ հետ շատ քաղաքակիրթ միշտ ասենք փորձում էր համոզել, խոսել, բանավիճել, որ դե գիտես կարող է սրա համար, այդ զիջումների արդյունքում, ասենք, հետարքիր մի մարդ օրինակով եմ բերում, որ ինքը մինչև վերջին ամենահավատարիմ Փաշինյանի պաշտպաններից էր, այս վերջի դեպքերից հետո արդեն այլևս ինքը չի հավատում եւ արդեն ասում է ինձ համար արդեն པարզ է ինչա կատարվում։ Այսինքն, տեսեք, մի մարդու օրինակով ինձ համար հետաքրքիր այդ զիջումները, որ արվում է, այդպես էլ ինքը կորցնելու էլեկտորատ։ Այսինքն այն մարդիկ, որ դեռ իրեն հավատում, այդ մարդիկ է գնալով ավելի կտրուկ են պակասելու։ Դավան ինքը պետք է հասկանա, որ այդ խաղաղությունը վերջում չկա, այն գնով հասնի, որ ամ երկիր կորցնենք, համել ասենք, չգիտեմ, կատաստրոֆ, կաղետի բերի ասենք էլի։